Ինչպես տեսնում եք, իշխանությունը բացահայտ ռեպրեսիաների է դիմում։ Ձեր կարծիքով ճարահատյալ է դա անում եւ արդյոք Փաշինյանին այդ եղանակով կհաջողվի 2026 թվականին նորից ստանալ ժողովրդի քվեն։ Ես ընդդրության չեմ մասնակցել, ոչ մի անգամ։ Օրենսդրությունների նախտ է։ Ես չգիտեմ ինչ է իր տարբերակը։ Կարող է ինքը չընդրվի։ Ես որ չեմ ընդրի, ոչ է ընդրության կերտը։ Բոլոր տեսակի կայացրեր ղեկավարները միշտ օգտագործել են ռեպրեսիան։ Սկսենք ԽՍՀՄ եւ նախկին ռեպրեսիան միշտ եղել է, երբ որ առաջնորդը չի կարող ինչ-որ ժողովրդի համար ինչ-որ բանել, սկսել ռեպրեսիվ մեթոդների ճնշել, բարակտել, ժողովրդի մեջ քաոս շահել։ Դրանով բարակտի որ տիրես, հաղթես։ Այդ է հոգեբանությունը։ Ну, вообще, եթե վերցնես քաղաքական ուղով, ռեպրեսիաները, եթե մարդկանց ինչ-որ ձերբակալ են, որոնք հանդիսանան են քաղաքական հագարագործ, կրնանք համարեն դիգ ռեպրեսիա է։ Ալի հիշենք Ստալինի ժամանակները։ Միշտ եղել է։ Աբե վախեցնոր խելոք մնաս։ Դա ամեն մարդ ոնց է խելարչոր կանի խոսա։ Շատ մարդիկ են մեկ կորչոնիկ թողնեն կերտան։ Ես դա տարեկան մարդ է, մի ինչ պիտի նենցի։